Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Աբովյան Թոքն է եւ ես Արման Աբովյանը։ Առաջին հերթին շնորհակալություն ձեր նամակների համար եւ որ այսպես բուրըն մասնակցում եք հաղորդման բոլոր քննարկումներին, որոնք տեղի են ունենում սոցցանցերում։ Շնորհակալություն։ Իրականում ես գիտեմ դա ինչի է այդպես, որովհետեւ այս հաղորդումը առաջին հերթին ձեր հաղորդումն է, որովհետեւ այս հաղորդման ընթացքում հնչեցում են ձեր մտքերը եւ ձեր առաջարկները։ Եվ այո, երբ որ հաղորդումը պատրաստվում է, հաղորդումից առաջ ես անպայման ծանոթանում եմ ձեր բոլոր նամակներին։ Եվ շատ լավ է, որ այսպես ակտիվ մասնակցում եք։ Եվ այո, առաջարկ Հայաստանի կոնցեպտը եկավ Աբովյան Թոքի տաղավար եւ բերեցիք այդ կոնցեպտը առաջին հերթին դուք ձեր առաջարկներով, ձեր մտքերով, ձեր հարցադրումներով։ Այսօր խոսելու ենք երկու թեմայի շուրջ՝ տնտեսություն եւ ճանապարհ դեպի Եվրոպա։ Եվ առաջի հարցը քննարկելու ենք ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դոցենտ, Fintech Armenia ասոցիացիայի տոկենիզացիա եւ կրթական ծրագրերի համակարգող Արա Քարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Քարյան։ Շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը, որովհետեւ այն թեման, որի շուրջ մենք խոսելու ենք, ինքը շատ հնչյուն է, շատ են խոսում, բայց ցավոք նորմալ բացատրություն ու պատշաճ մեկնաբանություն հազվադեպ ես լսում։ Ես հիմա հղում չեմ տա ձեր բավականին պոպուլար ռիլսերին, սենց YouTube-յան տիրույթում եք բավականին ակտիվ։ Ես սկսեմ խոսքս շատ պարզ, էլեմենտար մի հարցից, որը իրականում բավականին լուրջ քննարկման առարկա է դառնում հասարակ մարդկանց մոտ։ Տեսեք, 7 միլիարդ դոլար պարտ կա։ Խոսքը գրում ընդհանուր պարտ կա 13 արդեն 14 միլիարդին հասնողը, 13 եւ մի քանի 100 միլիոն դոլար եւ վերջին տարիների ընթացքում, եթե հաշվենք, վերջին 7 տարվա ընթացքում 7 միլիարդ գումար փող է վերցվել։ Կա երկու կարծիք։ Կարծիք համար 1, որոշ մասնագետներ ասում են՝ լավ է, վերցրեք, նորմալ է, բոլոր պետությունները վերցնում են, դա ինչ-որ վատ բան չկա։ Երկրորդ մասը ասում է՝ ժողովուրդ ջան, եթե պարտք ես վերցնում, կապ չունի, պարտքը մնում է պարտք, պարտքը պետք է վերադարձվի։ Ամենաքննարկվող հարցերից մեկը։ Համարում եք արդյոք, սենց ասենք, այդ 7 միլիարդը կամ դե լավ Հայաստանի Հանրապետության ողջ արտաքին պարտքը, մասնավորապես 7 միլիարդը, արդյունավետ վերցրած պարտք գումարներ, թե եւ այստեղ հարցական, թե։ Խնդրեմ։ Պետք է շնորհակալություն հայտնեմ ձեզ, պարոն Աբովյան, հաղորդաշարը ինքը բավականին գրավիչ է հենց հարցադրումների առումով։ Մենք փորձենք ձեր հարցադրումներին որոշակի ձևով անդրադառնալ, որպեսզի նաև ընկալելի լինի մեր հանրության համար։ Բայց օգտվելով առիթից նախ թույլ տվեք նշեմ, որ հենց հիմա ձեր ստուդիա կա Երևանի Պետական Համալսարանից, որտեղ այս օրերին ամսի 8-ից 10-ը կայանում է միջազգային ուրեմն նշանակության կոնֆերանս, սա արդեն ավանդույթ է դառել, որովհետև առաջինը անցած տարի 90-ամյակի ֆակուլտետի Երևանի Պետական Համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի 90-ամյակի նվիրված միջազգային կոնֆերանսն էր, սա պարբերական շարունակական ուրեմն կոնֆերանսն է, մասնակիցները 2 տասնյակից ավել երկրներից, շատ հեղինակավոր, միայն նշեմ, որ մեր հայրենակից Նոբելյան մրցանակակիր Աճեմօղլու հետ մենք հնարավորություն ունեցանք տեսակապով, ինքը Ղազախստանում էր իդեպ, տեսակապով շատ կարճ, բայց բովանդակային բան գրած, 3 ուրեմն մյուս Նոբելյան մրցանակակիրը Պոլ Կրուգմանի հետ տեսակապով նույնպես եղավ հնարավորություն, ինքը շատ ավելի երկար խոսեց, Աճեմօղլուն ցավոք ավելի խիստ էր ժամանակի առումով, սա ինչի նշեցի, որովհետև ես ցանկանայի, որ մեր հարցադրումները մենք տանենք ինստիտուցիոնալ քննարկումների ճանապարհով, հատկապես որ հիշատակեցի Աճեմօղլուն, տեսեք, նրա ես հեսա կարճ կասեմ իր շեշտադրումները նաև այսօրվա, բայց ինքը այդ հայտնի իր որ նաև արժանացավ Նոբելյան մրցանակի, նա շուտ պետք է արժանալ, ինչևից է 24 թվականին արժանացավ,
նա ուսումնասիրությունների մեջ ընդգծվում է ժողովուրդների, ասենք ասեմ, պատմական այս հետագիծը տնտեսական, ուրեմն ամբողջ բանի հետագիծը, որի արդյունքում նա հանգում է սոցիալական արժեքների, ուրեմն արժևորման միջոցով գալիս է ինստիտուտների կարևորությանը, այս շղթայով գալիս է երկարաժամկետ շղթայով գալիս է հետահայաց այս բան շղթայով սոցիալական արժեքների միջով գալիս է ինստիտուտների կարևորությունը, իդեպ այսօր եւս ինքը շեշտեց ինստիտուտների կարևորության մասին, եւ ինչի՞ չէ IT հասկանալի է, ինովացիաներ հասկանալի է եւ էլի նման խնդիրներ, որովհետեւ մեզանում տեսեք մի խնդիր կա, ես մի հատ եւս փորձեմ շատ հասկանալի པարզ անցում կատարեմ։ Մենք ասում ենք, իդեպ այսօր այդ հնարավորությունը ունեցա, մենք ասում ենք, որ մենք 3000 տարվա պատմություն ունեցող 5000, ինչի՞ չէ շատերը ասում են 10000, 15000, ես ասում եմ շատ լավ է։ Ես պարոն Աբովյանը երբևիցե որը մեկս կասկածի տակ չենք դնում, բայց եթե մենք ասում ենք, որ 3000 տարվա պատմություն ունենք, ապա մենք պետք է ոչ միայն հետահայաց նայենք այդ երևույթին, մենք պետք է կարողանանք նաև 30 տարի առաջ նայենք։ Քանորդը 100 եմ վերցնում, եթե ասում ենք 5000 տարվա պատմություն ունենք, ուրեմն 50 տարի առաջ պետք է նայենք։ 7 միլիարդին է քնարկում։ Գալու եմ, ես գալու եմ դրան, ես անպայման ես չեմ խուսափելու ձեր հարցադրումներից։ Տեսեք, դրա համար ավելի լավ է համեստաբար ասենք, որ 3000 տարվա պատմություն ունենք, բայց կարողանանք 30 տարի առաջ նայենք, որովհետև եթե մենք բաց ենք թողում այսօրվա իրականությունը, մենք չենք կարողանում այսօրվա իրականությունը եւ ապագան նայել, ապա մենք գոնե ինքներս պետք է կասկածի տակ դնենք մեր 3000 տարվա կամ 5000 տարվա պատմությունը։ Ինչու՞։ Որովհետև չենք կարող առաջ նայենք 30 տարի։ Իսկ մենք պարտավոր ենք, որովհետև հին ազգերը եւ անգամ նոր ազգերը, ես հենց ամերիկյան ազգը 300 տարվա պատմություն ունի, բայց դա ուրիշ երևույթ է, ինքը եւ հիմա նաեւ գգամ գործիքներին։ Ինչի մենք չենք կարող առաջ նայել, որովհետև նույն ամերիկացիները ունեն ամերիկյան երազանք, չինացիները եւս ունեն ամերիկյան երազանք։ Այստեղ երկրների մեծությունը կապ չունի։ Ես միանշանակ այստեղ հիմա կտեսնեք, որ որևէ նշանակություն չունի։ Բայց նրանք ձևավորել են իրենց ամերիկյան երազանքը, չինացիները։ Դուք ներողություն, մենք sense դե չեմ գալու ենք ձեր հարցադրմանը։ Դա շատ կարևոր է, շատ լավ բան ասացիք, այսինքն դուք կարծում եք, որ տնտեսական, ես տնտեսության մասին եմ փորձում խոսում, տնտեսական զարգացման գրավականից մեկը պետքա լինի sense արտահայտություն է Մարտին Լյութեր Կինգի I have a dream, այսինքն շո երազանք պետք է ունենաս, հա հետագայում որ տնտեսապես զարգանաս, ճիշտ եմ հասկանում։ Այո։ Բայց դրան պետքա, ճիշտ է մեկնաբանում, բայց դրան պետքա գնալ ինստիտուտների միջոցով։ 7 միլիարդ պարկ ենք վերցնում։ Գալիս ենք դրան։ Հիմա մեր երազանքը ի՞նչն է, պարկով ապրել, ո՞նց ենք 7 միլիարդ։ Կարող է պետք չէր վերցնել։ Գալիս ենք դրան։ Ես այս հատվածը ամփոփեմ, ասեմ, դրա համար չստացվի որ սա լոզունգների մասին ենք խոսում, իրենք ունեն գործիքներ։ Գործիքները պլանավորմանն են հանգում, մենք խորհրդային միությունի շատ լավ գիտենք, ծրագրային նպատակային պլանավորման համակարգը, որը իդեպ բոլոր երկրները իրենց ռազմաարդյունաբերական համալիրի համար օգտագործում են, եւ բացի այդ Ամերիկայի օրինակով ասեմ, նրանց բյուջեն ասենց հաստափոր տալմուտ է, գիտեք ինչի, որովհետև հաշվեգրվող բյուջե է, եւ ծախսերն են հաշվեգրվում, եւ եկամուտները։ Մեր մոտ չի հաշվեգրվում։ Մեր մոտ տնտեսությունը հաշվեգրումով է աշխատում, բայց բյուջեի մասին է խոսքը։ Պետական բյուջեն մենք ունենք երամյա ծրագիր, որը նկարչություն է, թույլ տվեք տենց է 15 տարի է արդեն ունենք այդ երամյա ծախսերի կանխատեսման ծրագիր, որը թույլ տվեք ասենք, որ նկարչություն է։ Դե մի համաշխարհային բանկի կամ բան, ասել ենք լավ բան է, մենք դա ունենք, արդեն բայց դա ընդհանրապես նկարչություն է։ Ոչ մի իրական բան մեզ չի տալի բյուջեի պլանավորման եւ մեր կյանքում։ Հիմա գալիս ենք ձեր հարցին։ Իսկ ամերիկյան բյուջեի այդ ծախսագրումը նշանակում է, եթե նրանք 2050 թվականին ծով պետք է իջեցնեն ավիակիր, իրանք ամեն տարի ուրեմն ծախսերը հատկացնում են եւ դրանք իրական ծախսերի հատկացումը
հաշվեգրումով իրական ծախսերի հատկացումը։ Այսինքն մենք գալիս ենք ինստիտուտներին, մենք չունենք ինստիտուտները այդ նույն ծախսերը իրականացնելու եւ այդ թվում պարտքն չենք վերցնում։ Պարտքը վերցնում ենք, որպեսզի նաև շատ լավ բաների վրա ծախսենք, ենթակառուցվածքների, որպես կանոն մենք ծախսում ենք ենթակառուցվածքների եւ ճիշտ է, հիմա պետք է անդրադառնանք դե բա ոնց ծախսեցինք, ինչի տես լավ չեղավ։ Այստեղ թույլ տվեք ասես մի կարծիք հայտնել, հա։ Այո։ Երբ որ դուք ասում եք, որ մենք վերցնում ենք ծախսերը ենթակառուցվածքներ կառուցելու համար, կա նաև կարծիք, որ սխալ է պարտքով ասֆալտ փռել։ Սխալ է պարտքով, օրինակ, չգիտեմ, պարտքով ընդգծում եմ, բուժ հիմնարկ հիմնել, որովհետև վերջում այդ պարտքը դու պետքա տաս, իսկ բուժ հիմնարկը ինքը, սենց ասենք, չի աշխատում այն ուղղությամբ, որ փող աշխատի ու այդ փողը դնես ու ընդհանուր պարտքը փակես։ Ներողություն, շատ պրիմիտիվ եմ ասում, էլի։ Կա մի կոնցեպտ, շատ կարևոր կոնցեպտ, Գագիկ Ծառուկյանի կոնցեպտն է, կոչվում է Առաջարկ Հայաստանի։ Ես Առաջարկ Հայաստանի շրջանակներում հանդիպել եմ կարծիքների, տարբեր մարդկանց հետ եմ շփվում եւ այլն, հա, հանդիպել եմ կարծիքների, որ այո, պարտքը վատ բան չի, բայց այդ պարտքի դե լավ օգտագործման եւ նպատակները կարող է, ու վատ չէ, բայց չհամապատասխան են, այն օրինակ ենթակառուցվածքների մասով։ Ձեր օպոնենտներին ինչ կասեք, ասում են չէ, ախպեր, չպետք է դու պարտքով ասֆալտ փռես, խնդրեմ։ Շատ լավ առանցք է ձեր հարցադրումները, բայց եկեք հարցին մեկ ուրիշ տեսանկյունից Եկեք։ Կարելի է ուրեմն սա կանոնակարգված նայել թե առանցքը այդ ուր ուղղել, ինչ անել, բայց հավատացնեմ, որ այս քննարկումը շատ ծավալուն, ասում եմ շատ այս խմորը շատ ջուր է քաշելու, սա լուրջ քննարկում է եւ շատ ծավալուն քննարկում է։ Ես եկեք հարցադրումը տեսեք ինչի մենք ինստիտուտներ չունենք, որ ինչի ասեցի ծախսագրում, ինչի ասեցի նկարչություն ենք անում ծախսերի բան, բայց իրական ծախսերի օգտագործման եւ որ մինչեւ 2000 լավ չասեմ 50 թվականը, բայց իրական ծախսերը լավ 5 տարով անենք, 10 տարով անենք, այդ մեկ։ Երկրորդը ես հիմա չեմ խուսափում ձեր հարցից, բայց սա խոսակցությունը մի քիչ ծավալուն կստացվի եւ կարող է նաեւ հետաքրքիր չլինի։ Ես եկեք մի հատ ուրիշ հարցադրում անեմ։ Մենք այսքան տարի այդ ծախսը կուտակել ենք եւ սա առաջի անգամ չեմ ասում, սա երևի 10 տարի արդեն այդ առաջարկը ես բոլոր կառավարությունները, նախորդ կառավարություններն էլ եմ ներկայացրել, խոսքը նրա մասին է, որ զարգացող մենք արդեն զարգացող երկիր ենք, անցումային եւ զարգացող երկրները, տեսեք, պարտքի հետ կապված, արտաքին պարտքի հետ կապված կա Փարիզյան ակումբ, որը գործ ունի բացառապես պետական պետությունների հետ։ Փարիզը Լոնդոնյան ակումբը դա մասնավոր ընկերությունների մասին է։ Փարիզյան ակումբը բացառապես պետական, ուրեմն պարտքի հետ կապված խնդիրներն է դիտարկում։ Խնդիրը ինչի մասին է, որ այդ ինստիտուտի միջոցով եւ կամ փորձ, այդ ինստիտուտի միջոցով երկրները մտնում են Փարիզյան ակումբ եւ նիստը տևում է 15 րոպե, բայց ապացուցում են, որ իրանք արդյունավետ են ծախսել եւ արդյունավետ եւս պետք է շարունակեն ծախսել եւ հայրեն թույլ տվեք ասեմ, իրանց պարտքի որոշակի մասը ջրում են։ Այսինքն նվազեցնում են, եկեք իսկ մենք չենք կարող գնանք Փարիզյան ակումբ, ասենք ջան մերն էլ ջրեք։ Եկանք հասանք տեղ, այստեղ հայրեն եկեք տերմիններով ասենք, հասանք տեղ։ Հիմա դրա համար ինչ է անհրաժեշտ։ Դրա համար անհրաժեշտ ով է մեզ փող տալի, դոնոր երկրները եւ միջազգային կազմակերպությունները, որը եւ այս դոնորներ են, հա, երկրները եւ Եվրոմիությունը, առանձին երկրներ, համաշխարհային բանկը, ասիական զարգացման բանկը եւ այլն։ Հիմա մենք պետք է նայենք նրանց առաջնահերթությունները որոնք են։ Այնանք առաջնահերթություններ ունեն, մասնավորապես արդեն ընդունված վաղուց, ուրեմն կայուն զարգացում, այս կայուն զարգացումը եռամիասնության մեջ է, ասում են կանաչ կամ կայուն, եռամիասնությունը տնտեսական, սոցիալական եւ էկոլոգիական։ Երեքը միաժամանակ, եւ մենք իդեպ այդ ծրագիրը ունեցել ենք։ Այդ ծրագիրը նաև արտացոլված է մեր ընդհանուր բանի ծրագրի մեջ, որովհետև բոլոր երկրներին դա, ցենց ասենք, եթե ՄԱԿ-ի անդամ ես, դա պետք է ունենաս։ Հիմա մենք պետք է նայենք դոնոր երկրները ինչի համար են փող տալի։
մենք դա ճիշտ ծախսենք, ճիշտ ծախսելու համար ինստիտուտները պետք է ունենանք եւ ասենք, որ այսքան փողը մենք ուղղել ենք օրինակ էներգետիկային, հա, վերականգնող, պայմանական օրինակ, իհարկե շատ լավ օրինակ է, վերականգնող էներգետիկան եւ արդեն ունենք, իդեպ, որ այսքանը այդ փողերից ուղղել ենք այդտեղ եւ հաջողա ստացվել եւ եւս 10 տարվա կամ 15 տարվա համար ծրագիր ունենք, էս էլ մեր գործիքակազմը, որ դա գնալու է նպատակին եւ հիմա տնային աշխատանքը շատ լուրջ տնային աշխատանք կատարելու, ասենա բաները ասեցի, այդ ինչ տնային աշխատանք, գնում ենք մտնում ենք Փարիզյան ակումբ, իսկ այդ նման փորձ անգամ Վրաստանն է ունեցել, այնտեղ միջին ասիական ընկերություն, Բուլղարիան է ունեցել ժամանակին, այսինքն դա ինստիտուտ է, որը աշխատում է եւ կարող ենք այդ հարցադրումով մտնել Փարիզյան ակումբ։ Սա թերևս ես պետք է հնչեցնեի, որովհետեւ սա կնշանակի, որ անդրադառնանք եւ ձեր հարցադրումներին եւ այն 30 տարվա մասին, որ ես ասում եմ, նաեւ այդ հարցադրումները։ Ման տեսեք, այստեղ շատ կարեւոր է հասկանալ, ես հասկանում եմ եւ հերոստատիտողներն են հասկանում, որ մեր հիմնական խնդիրը ըստ էության պարտքը չի, չնայած պարտքն է, բայց պարտքը չի դասական առումով։ Այլ խնդիրը նա է, որ ինստիտուտները, որոնք պետք է այդ փողը վերցնեն, 7 միլիարդը դարձնեն պայմանական պարտքը, 14 վերադարձնեն, չգիտեմ, 12-ը 2 միլիարդ օգուտ ունենան, չկա, հա, այդ ինստիտուտները, սա է ստացվում։ Երբևիցե այդ խնդրին, այդ հարցադրումը չի դրվել Հայաստանում։ Այսինքն չի դրվել։ Չի դրվել ընդհանրապես։ Որևէ կառավարություն այս առանցքով հարցին չի անդրադարձել։ Արդյունավետությանը անդրադարձել է։ Ինչու են պարտքը վերցնում։ Որպեսզի ընթացիկ ճգնաժամային հարցեր լուծեն, իհարկե դրա ժամանակ պետքա պարտքը, պետքա ծախսերը ավելացնել, միանշանակ բոլոր ճգնաժամերի ժամանակ ծախսերը պետքա ավելացնել։ 7 տարի ճգնաժամ, Ես հիմա ասացի առանձին ճգնաժամերի մասին 2008 թվական, 2011 թվականի մենք էլի ընթացիկ ճգնաժամեր ենք ունեցել բոլոր ճգնաժամերի ժամանակ ընթացիկ ծախսերը պետք է ավելացվի, դա որպես կանոն բան է։ Բայց պարտքը վերցնում են նաև զարգացման համար։ Հիմա տեսեք, մենք գնում ենք այդ նույն հարցադրումներին։ Բայց դրա համար անհրաժեշտ են ինստիտուտներ, երբ որ ինստիտուտներն էլ մենք գանք արդյունավետ ծախսմանը, հետո կարող ենք նաև այս հարցադրումը անել։ Գնանք միջազգային կազմակերպություններին, ասենք, տեսեք, մենք ոնց ենք ծախսում։ Ինտրիգ եմ մտցնում։ Այո։ Առաջարկ Հայաստանի կա, չէ՞։ Էսա հիմա Հայաստանը ձեզ նայում է։ Առաջարկ Հայաստանի շրջանակում։ Ինչ առաջարկ է անում Քարյան, Արան, հա, որը այո, շատ ճիշտ, շատ հմուտ, ես չեմ վիճում, շատ, գիտեք, ոնց այնպիսի արգումենտներ եք առաջ տանում, որի հետ վիճելը հնարավոր չի։ Հիմա գալիս են ասում են, պարոն Քարյան, առաջին ինստիտուտը ինչ է պետք լինի, որ օրինակ նույն այդ պարտքի կառավարման, պարտք վերցնելու, սոցիալական իրավիճակը ճգնաժամից դուրս գալու, առաջին ինստիտուտը որն է լինելու։ Քարյան արային, բերեցին, ասեցին, խնդրեմ, ձևավորի։ Թերևս ես ընթացքում ասեցի, պլանավորման համակարգը գործիքակազմը ճիշտ մտցնենք, որովհետև այն թղթաբանությունն է, 3 տարվա կանխատեսումը բյուջեի, դա ուղղակի գեղեցիկ նկարչություն է։ Դա ոչ բոլորը հասկանում են, բայց շարունակում են։ Դրա փոխարեն կարող է լինի ծանր, մենք մտցնենք այնտեղ էլի հարկային խնդիրների հետ շատ հետաքրքիր, ուղղակի ժամանակը չի ներում։ Մեր բյուջեն այսպես բան է, բայց ծախսերը 90%-ն է, եկամուտները մի քանի էջ։ Ինչի, որովհետև դա կանխատեսում է, տեսեք, այսքան տարիների ընթացքում տվել են արտոնություններին, այդ թվում Քարյանին եւ պարոն Աբովյանին, եւ ոչ ոք չի հաշվել, թե էֆեկտը որն է։ Իսկ էֆեկտը շատ պարզ կարելի է հաշվել։ Պարոն Աբովյան, եթե ձեզ կամ Քարյանին, եթե տվել են որևէ արտոնություն, ուրեմն շատ պարզ մեխանիզմ կա, հաշվում ենք տնտեսական արդյունքը, սոցիալական արդյունքը եւ ֆիսկալ արդյունքը, երեքը եւ հետո կարելի է ինտեգրել եւ ստանալ ինտեգրված արդյունքը։ Ասել պարոն Աբովյան, 2018-ին եք ստացել, թե 2011-ին եք ստացել, այս արդյունքը ձեր արդյունքը սա է։ Տեսեք, ես գործնական բաներ եմ ասում։ Գործնական, գործիքակազմով վերացական ոչ մի բան չի լինում։ Միանշանակ համաձայն։ Վերացական ոչ մի բան չի լինում։ Ժամանակը ուղղակի չի ներում։ Այդ գործիքակազմը, այն որ ես ասացի հաշվեգրման, իհարկե դա որոշակի բաներ է պահանջում, բայց դա իրականությունը, որի ժամանակ մենք կտեսնենք, նկարչություն չի լինի։ Այդ երկրորդ խնդիրն էլ արդեն ասեցի։ Մենք ձեզ հետ պայմանավորում ենք հետևյալ կերպ։
մոտակա ժամանակ մենք եւս մեկ անգամ կամ երկու ինչքան պետք է լինի, կհանդիպենք ձեզ հետ եւ A գործիքակազմ, B ելքերի մասին կխոսենք։ Կարծում եմ մեզ համար, այո, իրավացի եք, կամ մի մեծ խնդիր, դա ինստիտուցիոնալ, համակարգված, հաշված Հաճեմովլուն ինչի համար ստացավ մոտեցումն է այն հարցերին, որոնք դուք բարձրաձայնեցիք։ Շնորհակալություն, պարոն Քարյան։ Հիշեցնեմ ձեզ հարգելի հեռուստադիտողներ, որ այսօր զրուցեցինք չափազանց հետաքրքիր, տնտեսության մասին էլ ստացվում հետաքրքիր խոսել, ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դոցենտ, FinTech Armenia ասոցիացիայի տոկենիզացիայի եւ կրթական ծրագրերի համակարգող Արա Քարյանի հետ։ Հաջորդ անգամ հանդիպում ենք, պարոն Քարյան։ Շնորհակալություն Շնորհակալություն։ Ճանապարհ դեպի Եվրոպա։ Մեզ փորձում են համոզեն, որ մենք ինչ-որ դեպի Եվրոպա են գնում, տենց եվրոպական ուղի է Հայաստանի համար ապագան եւ այլն, ինչ-որ տես բաներ են խոսում, բայց իրականում տակը բան չկա։ Ուզում եմ միանգամից ընդգծել, որ ես օրինակ դեմ չեմ, հա, Եվրոպայի հետ, ինչքան հնարավոր է սերտ, հա, հարաբերություններ, որ մենք ունենանք, բայց այստեղ շատ կարևոր է տարանջատել ճշմարտությունը եւ այն պատրանքները, որը մեր վզին փաթաթում են փորձելով օգտագործել մեզ, այո, տարածաշրջանային տարատեսակ խաղերի մեջ։ Այդ հարցի շուրջ խոսելու ենք Լույս տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Այվազյան։ Բարև ձեզ։ Բացման խոսքի մեջ արդեն ընդգծեցի, որ շատ հետաքրքիր process է գնում։ Ուրեմն տեսեք, Մոլդովա, Վրաստան երկու տեղել ընտրություն է։ Մոլդովա ընդդիմությանը ջարդեցին, իրականում ջարդեցին, ինչ ընտրախախտում ասես չարեցին, ինչ դասական բոլոր առում խոսքը իշխանության մասին է Մոլդովայի, որոնք ուղղակի գիտեք մաստեր կլաս ցույց տվեցին, ինչպես չի կարելի անցկացնել ընտրություններ, արգելեցին կուսակցություններ, մարդկանց դա 3000 հոգի մարդ բերման էին ենթարկել վերջի 2 շաբաթվա ընթացքում։ Բայց Եվրոպան ռեյով եմ, կոշ ռեյով եմ ասում, Եվրոպան ասաց, այ ախպերս, Մոլդովայում ամենաուժեղ ու ամենաժողովրդավարական ընտրություններն են։ Վրաստանը կարելի է վերցնել դասական առումով, թե ինչպես պետք է անցկացվեն ընտրություններ։ Բոլոր առումներով, այսինքն թե եվրոպական չափանիշներին համապատասխանող մարդիկ արեցին, թե ընդդիմությանը լիարժեք տվեցին հնարավորություն իրենք որ արտահայտվեն, թե բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցները իրականում դրեցին, որ կապնելու տեղ չլինի ընտրությունների։ Բայց արի ուտես, Եվրոպան կատաղի քննադատեց, ասեմ կատաղի քննադատելուց բացի, համաձայն Վրաստանի ղեկավարությանը, բարձրագույն իշխանությանը, Եվրոպան աջակցում էր ուշադրություն, հեղաշրջմանը, որ Վրաստանում հեղաշրջում լինի։ Հիմա ինչ վիճակ ունենք։ Ես մի հատ խնդրում եմ, էլի դուք այդ գործընթացների ելևէջների մեջ բավականին ակտիվ sense ուսումնասիրած մարդեք, ինչ է կատարում։ Մենք մի քանի հատ Եվրոպա ունենք, հա։ Չէ, ուղղակի մենք ականատես ենք լինում, ինչ ասել է արևմտյան դեմոկրատիա, որ դա մարդու իրավունքների երկրում ժողովրդավարության կամ ժողովրդի իշխանությունը հաստատելու հետ ոչ մի կապ չունի։ Դա աշխարհաքաղաքական զենք է, որը տարիներով կիրառվում է տարբեր պետությունների նկատմամբ, այդ պետություններին, այսպես ասենք, ենթարկեցնելով արտաքին կառավարման, այսինքն պարզ ասած, այնպիսի լծակներ են ստեղծում այդ պետությունների նկատմամբ, որ ինչ ասեն, այդ էլ անելու են։ Եվ հետո արդեն հարմար պահի այդ լծակները օգտագործում են տվյալ պետություններին իրենց աշխարհաքաղաքական նպատակներին ծառայեցնելու համար։ Հիմա Վրաստանին տարիներով տանում էին Եվրոպա, ասում էին, որ լավ կյանքի համար են տանում, այսպես, եթե երկու բառով ասենք։ Եվ երբ եկավ այս պահը, ասին, ինչ լավ կյանք։ Քեզ տանում էինք, որ երկրորդ ճակատ բացենք քեզնով Ռուսաստանի դեմ։ Ինչի մասն է խոսքը։ Իհարկե, ստացվում է, որ Եվրոպան աշխարհաքաղաքական ծովակ է, հա։
Դե Եվրոպան ինքը գործիք է, Այսինքն Եվրոպան գործիք է։ Միացյալ Նահանգների ձեռքին։ Այսինքն եթե նայենք օրինակ Եվրոպայում քանի 100 ռազմաբազական ամերիկյան, նայենք ամերիկյան ներդրումների քանակը Եվրոպայում եւ այս վերջերս էլ ինչքան է ամերիկան այսպես ասենք ճնշում Եվրոպային եւ ավելի շատ ենթարկեցնում իրեն, այդ առումով այո ինքը գործիք է եւ ծառայում է այսպես ասենք անգլոսաքսոնական աշխարհի շահերին։ Դե հիմա Հայաստանով ու Մոլդովայով ինչ ասենք Վաշինգտոնը զբաղվի։ Ապա դուք տեղյակ չէ։ Դրանով զբաղվում է Եվրամիությունը։ Դուք տեղյակ չեք։ Վաշինգտոնում էլ Եվրոպայում էլ բոլոր լիդերները, Մերցը, Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Տրամպը եւ այլն, հա, բոլորը ու համաձայն այն քարոզչությանը, որը տարածվում է Հայաստանում, առավոտից իրիկուն մտածում են ոնց անեն, որ հայերը լավ ու անվտանգ ապրեն։ Դուք տեղյակ չէիք դրա մասին։ Դե այո, դա այն տարիներով դա այն մեզ փորձում համոզել։ Հիմա տեսեք, ցավոք սրտի դուք զենքի մասով ասացիք, որ Եվրոպան զենք է։ Ես ճիշտն ասած ռադիկալ, հա, ձեր արտահայտությունը ռադիկալ չի, ես մի անգամից ընդգծեմ, բայց ռադիկալ մոտեցումներին հերո եմ ռադիկալ մոտեցումներից։ Այսինքն ես համարում եմ այսպես, Հայաստանը պետք է համագործակցի բոլորի հետ եւ համագործակցի առաջին հերթին այն կենտրոնների հետ, ում հետ ձեռնտու է նվազագույնը տնտեսական, անվտանգային, սոցիալական բոլոր առումներով։ Հիմա երբ որ մենք խոսում ենք Եվրոպայից, հա, ես ուզում եմ մի պարզապես մեջբերում բերեմ։ Ադրբեջանը հայտարարում է, որ տեսեք որտեղից եմ գալի, որ օրինակ Հայաստանի տարածքը արևմտյան Ադրբեջանը եւ ուղակի սպառնում է մեզ ամենօրյա ռեժիմով։ Եվրոպայի Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը թռնում է Բաքու ու Բաքվում ասում է դուք մեր ռազմավարական գործընկերն եք, ընկեր։ Իսկ Եվրոպան Ադրբեջանին համարում է ռազմավարական գործընկեր էներգետիկ ոլորտում այն պետությանը, որը սպառնում է մեզ ոչնչացնել։ Ահա Եվրոպան մեզ շատ է սիրում, սա հեգնում եմ իհարկե։ Այդ ո՞նց է տենց ստացվում։ Դե, այստեղ էլ աշխարհակահաղական շահերն են, եւ երբ որ դուք ասացիք, որ պետք է համագործակցել բոլորի հետ, այո, համագործակցել, բայց մենք պետք է հասնենք այնպիսի պայմանների, որ Եվրոպայի հետ համագործակցությունը չդառնա մեր գլխին լրացուցիչ լծակներ, որոնք հետո մեր դեմ օգտագործվելու են։ Այսինքն դա պետք է լինի իրավահավասար եւ երկու ինքնիշխան սուբյեկտների համագործակցություն։ Մինչեւ հիմա այդպես չի եղել։ Այսինքն այն համագործակցությունը, որ եղել է Հայաստանի եւ Եվրոպայի միջև, ուղղակի Եվրոպան ազդեցության լծակներ է ստեղծել Հայաստանի նկատմամբ։ Օրինակ։ Բոլոր այդ ֆինանսավորումները, որ տվել է, ընդ որում Արևմուտքը տարիներ շարունակ օրինակ ֆինանսավորում էր կոռուպցիայի դեմ պայքարը, բայց չգիտես ինչի կոռուպցիան աճում էր, որովհետեւ այդ գումարները չէին գալիս կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Դրանք գալիս են, որ Հայաստանում կոռուպցիան աճի, որովհետեւ իրենք լավ գիտեին, որ այդ գումարների զգալի մասը, այսպես ասենք, կոռուպցիոն սխեմաներով գրպանվում են։ Այդ դեպքում ինչու են անում։ Իրենք չգիտեն, թե ասենք կոռուպցիայի մեջ թաթախված չինովնիկները Հայաստանի իշխանությունների ով ինչքան հաշիվ ունի եւ ինչ ունեցվածք ունի իրենց երկրներում։ Իհարկե գիտեն։ Հետևաբար իրենք ֆինանսավորումով, քաղաքական պարտավորություններով, տարբեր տեսակի պայմանագրերով, որ կնքում են, իրենք նախադրյալ էին ստեղծում։ Իրենք լավ էին հաշվարկում, որ Ռուսաստանի դեմ պատերազմը 7 սարերի հետևում չի։ Եվ իրենք նախորոք արդեն ոչ միայն Ռուսաստանի դեմ անմիջապես, այլ նաև Ռուսաստանի դաշնակից եւ հարևան պետությունների հետ այնպիսի հարաբերություններ են ստեղծում, որ իրենց լծակների միջոցով իրենց ենթարկեցնեն, հետո պետք եղած ժամանակ զոհաբերեն այդ պատերազմում։ Հիմա Վրաստանը հասկացա, որ իրեն ուզում են զոհաբերեն, ասաց ես սրա համար չէի գալիս Եվրամիություն, ես այլ բանի համար էի գալիս։ Հիմա դուք սա եք ինձնից պահանջում, կներեք ես դրան պատրաստ եմ եւ չեմ գալու։ Չէ, Վրաստանը մաստեր կլաս է ցույց տալի, ինչպես պետք է պաշտպանել ազգային եւ պետական շահերը, ընդ որում վրաց իշխանությանը, հա, հաճախակի մեղադրում են, որ իրենք իբր պրոռուսական են, բայց ներողություն, իրանք ոչ Ռուսաստանի դիվանագիտական հարաբերություններ են վերականգնում, ոչ հեռացնում են իրենց համանadrությունից ճանապարհ դեպի Եվրոպա, հա, road of the Europe
կոչված այդ կետը, այսինքն իրանց մոտ ոչ մի բան չի փոխվել, բայց համաձայն եմ ձեզ հետ փոխվել է Եվրոպայի եւ Արևմուտքի մոտ։ Սենց մի կարծիք էլ կա, ուզում եի սրա շուրջ էլ խոսեինք, որ Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա անցնում է թուրքական սպանդանոցով։ Համաձայն եք այդ կարծիքի հետ, այսինքն Թուրքիան է ճանապարհը դեպի Արևմուտք մեզ։ Իսկ հաշվի առնելով Թուրքիայի վերաբերմունքը մեզ, դա սպանդանոց է։ Այո, որովհետև որևէ անվտանգային երաշխիք դեպի Եվրոպա ճանապարհը չի տալու եւ մինչեւ հիմա չի էլ տվել։ Իսկ ամենավճռորոշ պահին, երբ որ մեզ պետք կլինի այդ անվտանգության երաշխիքները, իրենք դա չեն տա։ Չեն էլ տալի։ Պարզ ասած, ուղղակի մեզ Բա Ֆրանսիան մեզ բրանևիկներ էր տվել, չէ՞, տենց շրաֆտոներ էր տվել, բան ռազմական։ Չնայած դրանից հետո մենք բյուջեն կրճատեցինք ռազմական, բայց Ֆրանսիան մեզ շրաֆտոներ էր տվել։ Դե այդ ֆրանսիական ավտոներով, չգիտեմ, քանի մետր կկարողանան, ասենք, անցնել միջև որ դրանք խոցվեն, բայց դա անվտանգության համակարգի հետ կապ չունի։ Այսինքն համակարգը դա համալիր հասկացություն է, այսինքն այնտեղ քաղաքական կոմպոնենտ կա եւ տնտեսական կոմպոնենտ կա, որովհետեւ դե զենքը գնես եւ այնտեղ նաեւ զենք զինամթեր գնելու հարց կա, այսօր ասում են ՆԱՏՕ-ի ստանդարտներով է փոխվում կամ ՆԱՏՕ-ի զենք պետք է գնենք։ Լավ, ՆԱՏՕ-ի զենքը գնացիք, բա զինամթերքը որտեղից եք գնելու։ Ռուսական զինամթերքը ՆԱՏՕ-ի զենքի մեջ չեք գնելու կրակեք։ Իսկ զինամթերք գնելու համար եւս գումար է պետք։ Այդ դեպքում հարց ինչու է ռազմական բյուջեն կրճատվում։ Այսինքն զենքը առակ առանց զինամթերքի, այդ արկերը որտեղից։ Ասեմ ձեզ խիա ռազմական բյուջեն կրճատվում։ Պարզվում է, ես չգիտեի դրա մասին, բայց պարզվում է, որ մենք գնում ենք դեպի խաղաղություն եւ տրամաբանական է, եթե մենք գնում ենք դեպի խաղաղություն, ապա պետքա ռազմական բյուջեն կրճատենք, մենք կռիվանող ազգ չենք, հա։ Սա են մեզ ասում։ Բայց դրա հետ մեկտեղ Ադրբեջանը աճեցնում է իր ռազմական բյուջեն, զորավարժություններ անցկացնում Թուրքիայի հետ, հայտարարում է Հայաստանի տարածքը արևմտյան Ադրբեջան, կեղտոտ երախը բացում է Երևանի վրա անվանելով իրենց քաղաք։ Այսինքն նախապատրաստվում է մշտական մեզ ռազմական ճնշումը անելու։ Բայց դե լավ, հələ էդ էլ մի կողմ դնենք։ Պարոն Այվազյան, Հայաստանի արտաքին գործերի նախարարության համակարգում դեպարտամենտ է բացվել եվրոինտեգրման։ Այդ դեպարտամենտ, ես չգիտեմ գործառույթս, երևույթի Եվրոպայի, դեպի Եվրոմիություն մեր ճանապարհը ավելի ինստիտուցիոնալ դարձնելու, ըստ երևույթի դա է նպատակը, դարձնելու համար։ Հիմա այդ բաժինը բացվելը մեզ համար ինչ է տալու իրականում եւ առհասարակ Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա մեզ ինչ է տալիս։ Դա տալու է այն, որ մենք կորցնելու ենք ինքնիշխանությունը։ Ինչի՞։ Որովհետեւ Եվրամիության անդամ դառնալու պայմանագրով մի շարք հոդվածներ կան, որոնք որտեղ ուղիղ տեքստով դա գրված է, որ անդամ պետությունը պարտավորվում է մի շարք ոլորտներում որոշումների կայացման իրավունքը ազգային մակարդակից փոխանցի Եվրամիությանը։ Դա ուղիղ գրված է Եվրամիության անդամ դառնալու պայմանագրի մեջ։ Սպասում են Եվրամիությունում։ Որպես անդամ իհարկե ոչ, որպես անդամ չեն սպասում։ Որևէ պետություն եվրոպական, այսինքն խոշոր տնտեսություն ունեցող օրինակ Գերմանիան, ի վրա չի վերցնի Հայաստանին, այսպես ասենք, պահելու բեռը։ Ամբողջ Եվրոպան, ասենք, իր վրա է դրված, կամ Ֆրանսիա, Գերմանիա, մեծ պետությունների, եւս մեկին վերցնել որպես պետություն, որին ուզում են զարգացնել, դա երբեք չի լինելու։ Որպես սպասարկող, թալանվող կամ որի ռեսուրսների հաշվին կարելի է ապահովել իրենց բարեկեցությունը, այսինքն եվրոպական մեծ պետությունների բարեկեցությունը, դա այո, միգուցե, բայց դա առանց անդամ դառնալու էլ կարող են անել եւ անում են։ Այդ չեմ ասում, որ Եվրամիության մարմիններում չկա կոնսենսուսի հասկացողություն որոշումներ ընդունելուց։ Վետոյի իրավունք չկա։ Օրինակ հապկում եւ ԵԱՏՄ-ում առանց Հայաստանի ձայնի որևէ որոշում չի ընդունվում։ Լավ է, ԵԱՏՄ-ն հիշեցիք։ Մեզ դու բացի նրանից, որ մեզ ասվել է սա տրամաբանությունը, եթե դու գնում ես դեպի Եվրոպա, չես հասե ընդհանրապես ճանապարհի վրա ես, ապա դու հակասության մեջ ես մտնում ԵԱՏՄ-ի
հետ։ Հիմա բա որ վաղը ԵԱՏՄ-ն շուռ եկավ մեզ ասեց ուզում եք գնաք Եվրոպա, գնացեք, բայց ձեր գործառույթները չեն համապատասխանում մեր ներքին կանոնակարգի, հաջողություն ձեզ։ Իսկ հաշվի առնելով որ Հայաստանի արտաքին շուկան, հա, այսինքն այն ինչ մարդիկ արտադրում են լոլիկա, չգիտեմ, գյուղատնտեսական ապրանքներ, այդ ամեն ինչ գնում է դեպի ԵԱՏՄ։ Մեկ էլ հոп մի օր կտրվում է։ Եվրոպան մեզանից կառնի այդ ամեն ինչ։ Օրինակ, չգիտեմ, հայկական պամիդորը, լոլիկը, կարտոշկեն։ Դե այդ ամեն ինչը անում են իրենց արտադրողները, արտադրում են։ Եվրոպան երբեք ի վնաս իր արտադրողների չի սկսի ներմուծել Հայաստանից այդ նույն գյուղմթերքները։ Էլ չասեմ, որ այդ ամեն ինչը եվրոպական ստանդարտներին համապատասխանելու համար միլիարդներ են պետք։ Այսինքն որպեսզի այդ ապրանքների արտադրությունը համապատասխանեցնես, պետք է միլիարդների ներդրում անես, հոսքագծեր փոխես, տեխնոլոգիաներ ներդնես։ Իսկ մոռացեք, որ արևմուտքը Հայաստանին որևէ տեխնոլոգիա տալու է։ Այսինքն դա Ռուսաստանը չի, որ կանչի միջուկային ֆորումի եւ այնտեղ մանրամասն բացատրի, թե ինչ տեխնոլոգիաներ ինքը ունի։ Արևմուտքը երբեք տեխնոլոգիա Հայաստանի նման երկրների չի տա։ Ոնց դուք տեղյակ չեք, որ Միացյալ Նահանգները եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները եկել են պայմանավորվածության նախնական, կրկնում եմ, հələ որոշում չկա, բայց նախնական պայմանավորվածության, որ Հայաստանում պետք է մոդուլային ատոմակայաններ կառուցվեն, բայց տեխնոլոգիայի փոխանցում չի։ Չէ, նման նախ Միացյալ Նահանգները դեռ չունեն, դա փորձարկման փուլում է։ Ոնց է չունեն։ Չունեն։ Դա փորձարկման փուլում է։ Այսինքն գոյություն չունի, հա, դա։ Ունի, փորձարկվում է։ Այսինքն մոտ Ոնց է փորձարկվում։ դա պրոյեկտներ են, մոտավորապես 30 թվականին նախատեսված է, որ այդ կողմերում իրենք արդեն Պարոն Այվազյան, հանգեցնեն վերջնական մոդուլային ատոմակայանը գոյություն չունի։ Այն տեսանկյունից, որը այսօր մեզ ասում են, որ կբերեն, կդնեն կամ կփորձեն։ Ուրեմն փորձարկված անվտանգության տեսանկյունից արդյունավետության միայն Ռուսաստանը ունի։ Միացյալ Նահանգները դեռ փորձարկում են, նույնիսկ այնտեղ պրոյեկտներ կան, որոնք փակվում են, որովհետև Այսինքն օդից կախված ինչ որ ամփորձ, այտենց վտանգավոր ինչ-որ համակարգեր։ Դե օրինակ Միացյալ Նահանգները, օրինակ, որպես զուգահեռ տանեմ, ասենք բիոլաբորատորիաներ ունեն, որոնք օրենքով Միացյալ Նահանգների արգելված է երկակի նշանակության փորձարկումներ անել իրենց տարածքում։ Դրա համար իրենք այդ լաբորատորիաները հանում են իրենց տարածքից դուրս։ Հիմա ինչի համար այդ ատոմակայանները փորձարկեն իրենց մոտ, որ կարող է խնդիր առաջանա, օրինակ աղտոտվի շրջակա միջավայրը, եթե կարող են դա անել, ասենք իրենց կարծիքով երրորդ երկրներում, մեր մոտ, հա, մեր փորձարկեն, տեսնեն ինչ է դրանից ստացվում։ Էլ չեմ ասում, որ այդ ատոմակայանները իրենք հոսքագծի վրա են արտադրված, այսինքն իրենք ոնց բերեցին, հավաքեցին, այդպես էլ հավաքելու են քանդեն տանեն։ Իրենք թույլ չեն տալու, որ հայ մասնագետները այնտեղ այդ տեխնոլոգիաներին ծանոթանան, որ հետո կարողանան ինքնուրույն սպասարկեն։ Օրինակ Ռուսաստանը, երբ որ ատոմակայան է կառուցում, ինքը ոլորտ է բարձրացնում, ինքը պատրաստում է մասնագետներ։ Դրանք իրենց հետևից բերում են փոփոխություններ բուհական համակարգում, այսինքն ամբիոններ պետք է բացվեն, զարգանան, որ հետո մասնագետները նախապատրաստեն, որ եթե Ռուսաստանը վաղը թողնի գնա, մեր մասնագետները կարողանան այդ ատոմակայանները սպասարկեն։ Ինքը ոլորտ է բարձրացնում։ Արևմուտքը երբ որ գալիս է, ինքը ոնց բերեց, փորձարկելու է, նույն ձևով քանդելու է, հավաքելու է, տանելու է։ Ինքը մոտ չի թողնելու քեզ տեխնոլոգիաներին, որևէ գաղտնիք չի բացելու։ Հենց Փաշինյանը գնաց Մոսկվա, Ռոսատոմի ղեկավարը մանրամասն բացատրեց ինչ տեխնոլոգիաներ ունեն, ել չեմ ասում, որ Պուտինն էր նստել, բացատրում էր, թե այդ վերամշակված վառելիքը միջուկային հետո ոնց կարելի է օգտագործել։ Իսկ խաղաղ ատոմի ոլորտը դա միայն ատոմակայանը չի, դա բժշկության մեջ է օգտագործվում, գիտություն, մոռացեք, որ արևմուտքի տեխնոլոգիաները Հայաստանի նման երկրին կտա։ Շնորհակալություն, պարոն Այվազյան, շատ գիտեք, հագեցած զրույց ստացվեց մեզ մոտ։ Մոլդովայից սկսեցինք, ատոմակայաններով ավարտեցինք, բայց պատկերացրեք, որ բոլոր այդ թեմաները մեզ համար գոյաբանական եւ առանցքային նշանակություն ունեն, նամանավանդ ես օրինակ չգիտեի, որ մոդուլային ատոմակայանները Միացյալ Նահանգների այտենց բան եղա, իրանք հələ նորմալ փորձարկված էլ չեն։ Բա ինչի մասին ենք մենք ընդհանրապես խոսում, ներողություն sense ոնց որ տրամաբանական, հա, անհանդուրժողականություն է նույնիսկ գաղափարին, որ դու կարողա ինչ որ մի ոլորտ փորձես զարգացնել մի գործիքակազմով, որը հələ որ դեստեյության գոյություն էլ չունի, հա։
այդ մոդուլային ատոմակայանները։ Դա փորձարկվում է, նոր իրենք այդ նախագծերը փորձարկում են։ Անպայման մենք ատոմակայանների եւ ատոմային էներգետիկայի մասով կխոսենք ձեզ հետ։ Եվ այո, ես ձեզ հետ համաձայն եմ, որ չի կարելի թույլ տալ, որ խոշորների շահերը մեզ համար նվազագույնը սկսեն ներկայացնել վտանգ։ Իսկ այն, ինչ դուք ասում եք, դա ըստ էության դա է։ Շնորհակալություն հիշեցնեմ ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, որ այսօր չափազանց հետաքրքիր զրույց ունեցանք Լույս տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Այվազյան, կսպասենք ձեզ, գիտեք, sense անպայման պարբերաբար կզրուցենք եւ կարծում եմ ես նույնիսկ գիտեմ մեր հաջորդ զրույցի թեման։ Դա կլինի էներգետիկան, ատոմային էներգետիկան մասնավորապես։ Շնորհակալություն։ Դե ինչ Ժորժ ջան, լսեցին կարծիքները պարոն Քարյանի, պարոն Այվազյանի։ Տնտեսության մասով կարող եմ ասել միայն հետևյալը. այո, մեզ պետք է համակարգված մոտեցում։ Չնայած այն հանգամանքի, որ ես տնտեսագետ չեմ, բայց իմ համար տնտեսությունը սկսում եւ ավարտվում է ինչպես ձեզ համար, ավելի ճիշտ շատերի համար, հա, ովքեր հիմա ինձ նայում են, երբ որ մենք գնում ենք օրինակ խանութ, հա, մտնում ենք, տեսնում ենք, որ գները օրեցօր աճում են, որ հարկային բեռը օրեցօր աճում է, որ սոցիալական խնդիրները օրեցօր ծանրանում են, բայց չգիտես ինչու, երբ որ միացնում ենք հեռուստացույց կամ ինչ-որ կայքեր ենք նայում, մեզ փորձում են համոզեն, որ մենք արդեն ապրում ենք երջանիկ, չաղու բախտավոր։ Ինչքան ավելի շատ են խնդիրները ավելանում, հա, տնտեսության մեջ, այդքան մեզ ավելի շատ են փորձում համոզել, որ ամեն ինչ նորմալ է։ Չէ, նորմալ չի։ Տնտեսությունը նաև դուք եք հարգելի գյուղացիներ։ Դուք, ովքեր իրենց ձեռքերով առավոտից երեկո աշխատելով պահում եք երկիրը։ Եվ երբ որ ուղղակի լսում եմ գյուղացիների կարծիքը, տարբեր են որում, հա, համայնքներից Հայաստանի Հանրապետության, ապա գալիս եմ մի եզրակացության, որ ինչ-որ բանը այն չէ։ Իրականում այն չէ։ Գալիս է մի եզրակացություն, որ այո, չկա համակարգ, չկա համակարգված մոտեցում, կան անպագորգոր խոսքեր, կան ինչ-որ խոստումներ, կան կրկին համոզիչ խոսքեր, որ Ժորժ ջան ամեն ինչ լավ է, բայց իրական գործ գետնի վրա չկա։ Գալիս ինչ-որ բաներ են խոստանում, ինչ-որ բաներ են խոսում, այս ընտրություններ ա գալի, դուք տեսեք այս նախընտրական փուլում ինչերա լինելու, բայ մանանա են խոս տալու վերևից որ թափելու է։ Բայց դրա հետ մեկտեղ ձեզ այն մարդկանց, ովքեր հենց այդ բարիքը իրենց ձեռքերով ստեղծում են, չգիտես ինչու շատ քիչ լսող կա։ Այդ ինչից, հա, տեսնես։ Եվ այո, տնտեսության վերականգնման, այո, ես չսխալվեցի, վերականգնման, տնտեսության զարգացման ամենակարևոր գրավականը հենց ձեր կարծիքն է։ Այն մարդկանց կարծիքը, ովքեր հենց իրենց աշխատանքով հանդիսանում են Հայաստանի Հանրապետության զարգացման եւ տնտեսական աճի հիմնական դերակատարները, մոդայիկ բառ են, չէ՞, օրինակ դերակատարները, դե լավ, ես էլ ասեմ, դերակատարները։ Դուք լսեցիք այսօրվա հաղորդումը եւ եթե ունեք առաջարկներ, կարծիքներ, ապա ուղարկեք մեզ, ուղարկեք մասնավորապես իմ Telegram-յան ալիքին, իմ Facebook-յան էջին, անպայման բոլոր ձեր նկատառումները, բոլոր ձեր կարծիքները, բոլոր ձեր առաջարկները իրենք ներառվելու են եւ քննարկման առարկա դառնան առաջարկ Հայաստանին, այդ մեգա կոնցեպտի շրջանակներում։ Եվ այո, բոլոր ձեր առաջարկները այստեղ է տաղավարում քննարկվելու են։ Քննարկվելու են անպայման։ Եվ ամենալավ, ամենաարդյունավետ, ամենաաշխատող առաջարկները իրենք մտնելու են առաջարկ Հայաստանի կոնցեպտի մեջ։ Իսկ երբ որ
Մենք փորձում ենք անցնել այսօրվա մեր հաղորդման երկրորդ մասին, այսինքն ճանապարհ դեպի Եվրոպա, հա։ Ես միշտ հիշում եմ արևմուտքի տարբեր չինովնիկների թե ուղի խոսքը, թե ակնարկները առայն, որ Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա անցնում է Թուրքիայով։ Այսինքն թուրքերի հետ հարաբերությունների բարելավման կամ այլ, հա, ինչ-որ ճանապարհներով, մի խոսքով Թուրքիայով։ Եվ միանգամից ուզում եմ ընդգծեմ, ոչ մեկ դեմ չի Եվրոպայի հետ հարաբերությունները խորացնելու, ոչ ոք, ոչ մի նորմալ մարդ չի կարա դեմ լինի, որ Հայաստանի Հանրապետությունը մենք բոլորս, հա, Եվրոպայի հետ հարաբերությունները խորացնենք կամ Եվրոպայի հետ ունենանք վիզաների ազատականացում։ Ոչ ոք դեմ չի, կրկնում եմ։ Բայց դե խնդիրը հետևյալն է։ Առաջինը մենք ինչ գին ենք դրա դիմաց վճարելու եւ B երկրորդը։ Իսկ սպասում են մեզ Եվրոպայում։ Այն Եվրոպայում ում բախտը այս հենց այսօր հələ որ պարզ չի, մի տարի հետո, 2 տարի հետո, 3 տարի հետո առհասարակ լինելու է այն Եվրոպան, որը մենք ճանաչում ենք։ Իր սոցիալական, տնտեսական, բոլոր, հա, մարդու իրավունքներ եւ այլն։ Մոլդովայում տեղի ունեցածը շատ հստակ ցույց տվեց, որ երբ որ պետք է մարդու իրավունքները պատտացնել եւ անտեսել, չտեսնել, Եվրոպան շատ հանգիստ այդ քայլի գնում է։ Վրաստանի օրինակը հակառակը ցույց տվեց։ Վրացիները անցկացրեցին եվրոպական չափանիշների, բարձրագույն չափանիշներին համապատասխան ընտրություններ, բայց չգիտես ինչու Եվրոպան տենց դեմքը ծռմռելով, կծմծելով տենց չի ուզում ընդունել։ Իսկ հարց տվել ենք ինչու։ Շատ պարզ պատճառով, որովհետև Եվրոպայի համար մեր նման պետությունները ընդամենը խաղալիքներ են։ Սա մենք պետք է շատ հստակ ու պարզ հասկանանք։ Այո, խաղալիքներ են։ Ուզում ենք մեր պետությունը խաղալիք դարձնեն։ Ուզում ենք մենք դառնանք խաղալիք այսպես կոչված, հա, արևմուտք արևելք այս արճակատման ներքո։ Արտաքին գործերի նախարարության համակարգի մեջ բացվել է Եվրոպայի ինտեգրման ինչ-որ դեպարտամենտ, բաժին, ում հետ եք դուք ինտեգրվելու, ինձ հետաքրքիր է, որ Եվրոպայի։ Ֆրանսիայի թե Հունգարիայի, որոնք իրար հետ հակ ասում են։ Հա, որ Եվրոպայի, Գերմանիայի թե Սլովակիայի։ Սա մենք պետք է շատ հստակ այս հարցի պատասխանները ստանանք եւ ամենակարևորը հիշեք, Եվրոպան եւ եվրոպացին տապակվում է առաջին հերթին իր դարդերով։ Եվ իր դարդերից տապակվելու, հա, իր համար կարևոր է որ գազը գա մտնի Եվրոպա, նավթը գա մտնի Եվրոպա, այդ ամենը գա Եվրոպա։ Եվ այս պարագայում միջև մեզ եվրո ներողություն եմ խնդրում, հա, կտեր են տալիս, սա ժողովրդական լեզվով ասած։ Մենք պետք է միշտ հիշենք հետևյալը, որ Եվրոպա մենք հաստատ Եվրոմիության անդամ չեն կարող դառնալ։ Դա հաստատ, դա նույնիսկ քննարկելու չի։ Իսկ այն շուկան, որը այսօր ապահովում է գյուղացու բարեկեցությունը, երբ որ գյուղացին լոլիկ է աճեցնում, ծիրան եւ այլն, հա, եւ կարողանում է արտահանել ԵԱՏՄ շուկա, այ ԵԱՏՄ շուկայից մենք կարող ենք զրկվել։ Եվ ինչ ենք անելու այդ դեպքում։ Մենք մեզ այդ հարցը տվել ենք, որովհետև կրկնում եմ եւս մեկ անգամ։ Երբեք Եվրոպան չի փոխարինի հայկական արտադրանքով այն արտադրանքը, որ ինքը արտադրում է։ Օրինակ իսպանական ծիրանը, ինքը չի փոխանակի հայկական ծիրանով։ Սա շատ կոպիտ օրինակ։ Պետք է ծանր ու թեթև անել։ Յուրաքանչյուր գործընթաց չընկնել, կրկնում եմ, չընկնել սուտ պատրանքների ետևից։ Այո, վերահաստատում եմ, Եվրոպայի հետ պետք է ընդլայնել հարաբերությունները, բայց ոչ ի վնաս Հայաստանի Հանրապետությանը։ Եթերում Աբովյան թողքներ եւ ես Արման Աբովյանը։ Կհանդիպենք հաջորդ անգամ։